Աստված օրհնի ձեզ։ Գիտենք, որ Աստծո պատվիրանների հիմքում ընկած է սերը, հենց ամենաառաջին պատվիրանը սիրի քո Տերաստուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ, քո ամբողջ մտքով, եւ երկրորդն է սրա նման է սիրի քո ընկերոջը քո անձի պես։ Իսկ ինչով է չափվում այդ սերը, կա արդյոք մեծ սեր, փոքր կամ շատ քիչ։ Դրա համար կուզեմ կարդանք Հովաննու ավետարանի 15-րդ գլխից, կարդանք 12-ից 14-րդ համարները։ Այս էին պատվերս, որ մեկս մեզ սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Այսինքն ավելի մեծ սեր մեկը չի կրնա ունենալ, որ մեկը իր կյանքը բարեկամներու համար դնե։ Դուք իմ բարեկամներն եք, եթե դալու ունակ ինչ որ ես ձեզի կպատվիրեմ։ Գիտենք, որ Հիսուս Քրիստոսը օրինակն է մեր, այսինքն նայելով նրա կյանքին, մեր պետք է ձևավորվի քրիստոնեային վայել հատկություններ, կուզեմ առօրյա կյանքից օրինակներ բերեմ, օրինակ փրկարարները իրենց կյանքը դնում են, որ մարդկանց անելանելի վիճակներից հանեն, տեսած կնենք, օրինակ կրակի մեջից դուրս են բերում մարդկանց կամ փլատակների մեջից հանում են մարդկանց, նրանք դնում են իրենց կյանքը, որ մարդիկ փրկվեն, ապրեն։ Հիսուսն էլ իր կյանքը դրեց, որ մենք փրկվենք։ Եթե ասում եք կյանք դնել, նշանակում է, որ դա շատ կարևոր բան է, որ ինքը իր ամենաթանկը զոհաբերում է հանուն դրա։ Կուզեմ Աստծո խոսքից կարդալ մի պատմություն Եսերի գրքից։ Այդ ժամանակ Հնդկաստանից մինչև Եթովպիա ասուերոսներ էր թագավորում եւ հրեա Եսթերն էր թագուհիներ։ Այդ ժամանակ Haman անով մեկը ով փորձեց ձեռք բարձրացնել հրեա ազգի վրա եւ հիշատակվում է Մուրդքեն, որը Եսթերի հորեղբայրն էր ու Եսթերի գրքի 4 գլխի 13-րդ համարից Եսթերը Մուրդքեն Եսթերին այսպես է ասում, կարդանք. Եվ Մուրդքեն ասա, որ Եսթերն այսպես պատասխան տանի. Դու մի կարծիր, որ թագավորի տունը ըլլալովդ բոլոր հրեաներեն դու միայն պիտի ազատվես։ Վասնզի այս ժամանակի մեջ, եթե դու լռես, հրեաներեն ուրիշ տեղեն մեր օգնություն ու ազատում կգա, բայց դու ու քո հորտունդ կկորսվիք։ Եվ ով գիտե, թեևս այսպիսի Ատենի համար թագուհի եղար։ Երբ նայում ենք այդ ժամանակաշրջանին, տեսնում ենք, որ թագավորի մոտ մտնելը այդ ժամանակ հավասար էր մահվան, բացի այն ժամանակ, երբ թագավորը մեկներ իր գավազանը, ու հետաքրքիր էր, որ Եսթերը այսպիսի մի բան է ասում, ասում է, թեև թագավորի առջև կելնեմ, թեպետև օրենքին դեմ է, ու եթե մեռնեմ, թող մեռնեմ։ Ժամանակակից աշխարհում մարդիկ գնում են ավելի եսասիրության, ավելի շատ մտածում են իրենց հարմարավետություններին, իրենց նեղություն չտալու, համաձայնվում են մարդկանց օգնել, եթե մեծ ջանք չի պահանջվում նրանցից։ Այս պատմության մեջ Եսթերը լինելով ամենաապահովը նա դուրս եկավ այդ վիճակից եւ պատրաստ էր անգամ մահանալ իր ժողովրդի փրկության համար։ Կուզեմ այս խոսքի վրա ուշադրություն դարձնենք, վասնզի այս ժամանակի մեջ, եթե դու լռես, հրեաներեն ուրիշ տեղեն մեր օգնություն ու ազատում կգա, բայց դու ու քո հորտունը կկորսվիք։ Ինչքան լավ եղավ, որ Եսթերը չլռեց։ Աստված սպասում է, որ մենք չլռենք, որ խոսենք, որ փրկության պատճառ լինենք։ Այլապես կկորշենք։ Նման օրինակ կա նաև մի աղջկա մասին, ով եղավ բժշկության պատճառ։ Դրա մասին գրված է 4 Թագավորաց 5-րդ գլխի 1-ից 5 համարներում։ Կարդանք. Եվ Ասորոս թագավորի զորագլուխ Նեման իր տիրոջ առջև մեծ ու հարգելի մարդն էր, քանզի Տերը անոր ձեռքով Ասոր փրկություն տվել էր, ու այս մարդը զորավոր կրտիչ էր, բայց բորոտ էր։ Եվ Ասորոս գունդերը ելնելով Իսրայելի երկրեն պստիկ աղջիկ մը գերի առել էին, ու անիկա Նեմանի կնոջ քով էր։ Եվ անիկա իր տիրոջը ասավ. Իրանի թե իմ Տերը Սամարիա եղող մարգարեի առջև վրա այն ատեն զանիկա իր բորոտությունեն կբժշկվեր։ Պատմությունից գիտենք, որ Նեմանը գնում է եւ բժշկվում է,
ու այս աղջիկը լինելով փոքր ինքը չվախեցավ խոսել Աստծո մասին, պատմել Աստծո մեծ գործերի մասին։ Անգամ Ղուկաս 4:27-ում գրված է, Հիսուսը հիշատակում է, որ եւ շատ բորոտներ կային Իսրայելի մեջ Եղիսե մարգարեի ատենը, անասուն մեկը չմաքրվեցավ, հապա միայն Նեման Ասորին։ Երեմիա 1:4-8 կարդանք։ Եվ Տիրոջ խոսքը ինձ եղավ ասելով. քեզ որովայնի մեջ ստեղծած քեզ գիծա, ու դու քո մորդ արգանդեն չելած քեզ սրբեցի, քեզ ազգերում մարգարերի, այն ատեն ես ըսի, ո Տեր Եհովա, ահա ես խոսի չեմ գիտե, վասնզի ես մանուկ եմ, բայց Տերն ինձ ասա, մի սեր, թե ես մանուկ եմ, վասնզի ու որ քեզ ղրկեմ, պիտի երթաս, ու ինչ որ քեզի պատվիրեմ, պիտի խոսես, անոնց երեսեն մի վախնար, քանզի ես քեզ հետ եմ, քեզ ազատելու համար կսե Տերը։ Հաճախ մարդը կարա նայի իր վիճակին, վախենա, մտածի, որ փոքր է կամ ժամանակը չի, հարմար պահը չի, տարբեր բաներ կարող է նայել եւ լռել։ Աստված ասում է, որ պետք չի նայես քո կարգավիճակին, որտեղ Աստծո գործը կախված չի քո կարգավիճակին, պետք է Աստծուն հնազանդվել, պետք է խոսել, չլռել։ Երբ կարդանք Եսայի 59:16 խոսքը, գրած է, որ ու տեսա, որ մարդ մեջ չկա, եւ զարմացա, որ միջնորդ մեջ չէր գտնվել։ Աստված միջնորդ է ուզում, հիմք է ուզում, որ գործի։ Մենք կարող ենք լինել շատերի փրկության պատճառը։ Երբ նոր կտակարանում նայում ենք Գործ առաքելոց գլխին, առաքյալներին, երբ որ տարել են Աստյանի առջև, նրանց հանդիմանում են, որ չքարոզեն, դրա մասին գրված է Գործ առաքելոց 4:18 համարից 20-ը, նրանք այսպես ասեն, եւ զանոն կանչելով պատվեցին, անոնց որ ամենևին չխոսեն եւ չսովորեցնեն Հիսուսի անունով, բայց Պետրոսն ու Հովհաննեսը պատասխան տվին անոնց ուսին. Եթե Աստծո առջև ուղիղ է, որ Աստծո ավելի ձեզ մտի կնենք, դուք դատեցեք, վասնզի մենք զայն որ տեսանք ու լսեցինք, չեն կրնա չխոսին։ Գիտենք, որ առաքյալները միջնորդ հանդիսացան, որ ամբողջ աշխարհում քրիստոնեությունը տարածվի, Աստծո խոսքը տարածվի ու մարդիկ փրկություն ստանան։ Առաջին դարի քրիստոնյաներին ոչ մի բան չլրացրեց, անգամ հալածանքները, մահերը, առույցների մռնչյունը, տարբեր վտանգներ, նրանք չլրացին եւ խոսեցին։ Կարելի ասել, որ յուրաքանչյուրիս կյանքում կան մարդիկ, որոնց համար մենք այսպես ասած պատասխանատու ենք նրանց փրկության համար։ Ինչ գիտենք, կարող է մենք հենց դրա համար ենք ասել ինչ որ բանի, որ կամ դրվար իրավիճակում մեր կյանքում ոչ մի բան պատահական չի լինում։ Աստված հատուկ ծրագիր ու նպատակ ունի մեր համար։ Առակաց 12:26-ում այսպես ասում. Արդարը իր ընկերին ճափան կցուսնե։ Լինենք այն մեկը, որի միջոցով մարդիկ ճանաչեն Աստծուն։ Ավելի մեծ սեր չկա, որ մեկը իր կյանքը դնում է իր ընկերոջ համար։ Ինչ ենք մենք այսօր դնում մեր ընկերների փրկության համար։ Կարծում եմ, որ առաջնությունը հենց պետք չի դնել կյանք տալու համար, պետք է սկսել փոքրից։ Կարող է պետք է մի քիչ վերաբերմունք, մի քիչ ուշադրություն կամ մեկը ինչ որ մի բանի կարիք ունի, մեկ բաժակ ջրի կամ եթե մենք մեզի փոքր բաների մեջ չկարողանանք նեղություն տալ, մեզ ոչ հաճելի կյանքը ապրել, կարծում եմ չեն կարողանա որ մեր կյանքը դնել մեր բարեկամների համար։ Լինենք այն մեկը, որը պատրաստ կլինի մեր բարեկամների համար զոհաբերել շատ բաներ։ Այս է պատրաստել այսօրվա համար, կանգնենք աղոթենք։